կողմ եք, որ փողոցային շներին քնեցնեն։ Ոչ, միանշանակ ոչ։ Բացառված է։ Մենք շունիկ ունեցել ենք, հիմա էլ ունենք, վայ չէ, ինչ բան եք ասում։ Դաժան է։ Չէ, Մերսի, ոչ։ Ճիշտ չեմ համարում։ Չէ։ Դա սխալ է, իմ կարծիքով ավելի ճիշտ է լինի պրիյուտ, որտեղ իրանց հետևելու են, սնունդ են տալու ու թող բազմանան, բայց ոչ քնցնել, դա неправильно։ Եթե գազազած են, իհարկե, իսկ եթե ոչ, թող ինչ ականջների մոր կպցնեն, թող քնեցնեն։ Չէ, ոչ մի դեպքում։ Շատ վատ է։ Ուրեմն բոմժերին էլ պիտի քնացնեն, հա? Ուրեմն հնարավոր չի ինչ-որ մի հատ տեղ իրանց պահել, որց որ բոլոր երկրներում անում են, ով աշուն սպանում կամ դա սպանություն է։ Նույնը ինչ-որ մարդու սպանես։ Ոչ, չեմ։ Դե ոնց ասեմ, նայած ասենք շուն, էլի շուն կա ագրեսիվ է, կարելի է ինչ-որ դեմա առնել։ Շուներ էլ կան, որ չէ, օրինակ տնային կենթանու ոնց քնացնես։ Բայց կան, որ իրոք թափառական շուներ կան, որ իրոք կարելի է մի ուրիշ ձև քնացնելը չէ, էլի մի ուրիշ ձև ասենք իրանց հանգստացնել, եթե կարելի է այդպես ասել, էլի։ Քնեցնեն։ Չու կար ասեմ, այսինքն ընդհանրապես ոնց չէ երևի, բայց ավելի լավ կլինի ինչ-որ ձևով նաև պահպանելու տեղ ունենան, հավաքեն, որտեղ իսկապես վտանգավոր է եւ հաճելի չի, բայց քնեցնել երևի չէ։ Հա, ո՞վ է։ Ընդհանրապես ես մի հատ հոդված էի գրել շների մասին։ Շները պետք է լինեն երկու տիպի, այսինքն որ բնակարաններում կամ բնակարաններից դուրս մարդիկ պահում են եւ շներ, որոնք վայրի շներ ասենք էլի, դինգոներ չեն, բայց վայրի շներ են։ Այդ շները պետք է քաղաքություն են 100%, որովհետեւ նախ վարակ են տարածում եւ երկրորդ հաճելի չի, որ արտասահմանյան օբյեկտները գալիս են այստեղ ու տեսնում են լիքը շները թափառող շները միլիոնանոց քաղաքի մանավանդ Հայաստանին հեչ հաճելի չի։